Իսկ դուք գիտեք, որ այն աստղը, որը մենք տեսնում ենք Սուրբ Ծննդյան բոլոր բացիկների վրա, իրականում աստղ չէր։ Այո, NASA-ի գիտնականները և հնագույն աստղագետները ունեն մի բացատրություն, որը կստիպի ձեզ այլ կերպ նայել գիշերային երկնքին։ Շատերը պնդում են, որ դա Յուպիտերի և Սատուրնի հազվագյուտ միացումն էր, երկնային մի ժամացույց, որը կանխագուշակում էր հին թագավորների անկումը և նոր դարաշրջանի սկիզբը։ Բայց կա մի ավելի առեղծվածային տեսություն։ Դա մի գիսաստղ ուրվական էր, որը 70 օր շարունակ ղեկավարում էր մոգերի քայլերը։ Իսկ ովքեր էին իրականում այդ մոգերը։ Նրանք թագավորներ չէին, նրանք մագեր էին, զրադաշտական քրմեր Պարսկաստանից։ Գիտեիք, որ ժամանակակից Magic կամ մոգություն բառը առաջացել է հենց նրանց անունից։ Նրանք աստղագուշակներ և կախարդներ էին, ովքեր պաշտում էին կրակը և կարողանում էին կարդալ երկնքի գաղտնի կոդերը։ Բայց ինչու էին այլ կրոնի քրմերը շտապում երկրպագել Քրիստոսին։ Որովհետև նրանք տեսել էին տիեզերական կապը։ Հին գիտելիքը պետք է խոնարհվեր նոր աստվածային լույսի առաջ։ Բայց ահա մի փաստ, որի մասին լռում է ողջ աշխարհը, բայց գիտեն հայերը։ Մոգերը Բեթղեհեմ չեն գնացել երեքով։ Նրանք ունեին 12 հազարանոց ահռելի բանակ և անցել են հենց Հայաստանով, հյուրընկալվելով Աբգար թագավորին։ Ավելին, մոգերից մեկը՝ Գասպարը, իր վերադարձի ճանապարհին մահացել և թաղվել է հենց Հայաստանի մոգած աշխարհում։ Մոգս անունը հենց առաջացել է մոգ բառից։ Նրա գերեզմանի վրա մինչ օրս կանգնած է ամենափրկիչ եկեղեցին։ Այսօր էլ տիեզերքը շարունակում է աշխատել ժամացույցի պես ճշգրիտ։ Երկնային մարմինները շարունակում են գրել մեր պատմությունը, նույնիսկ եթե մենք դա չենք նկատում։ Ինչ եք կարծում, Բեթղեհեմյան աստղը միայն մեկ անգամ է հայտնվել, թե այն հիմա էլ փայլում է մեր գլխավերևում, սպասելով, որ մենք վերջապես կարողանանք կարդալ տիեզերքի լեզուն։ Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր ճակատագիրը գրված է աստղերի մեջ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Գուցե հաջորդ տիեզերական նշանը հենց ձեզ է սպասում։ Ես Արգամ Ռոբերտին եմ։ Միացեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար, ինչպես նաև լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը։ Կհանդիպենք։